Ողջույն, Connect Forever, սա Մայիսն է, ես ողջունում եմ ձեզ, այսօր ես այս live stream-ը անում եմ իմ օֆիսից և ուզում եի ձեզ հետ կիսվել մի հետաքրքիր բան, որ տարիներ ի վեր, 14 տարի, եթե ոչ ավել, ամեն տարի ես աշխատում եմ այս մտքի վրա և ուզում եմ քաջալերեմ, որպեսզի եթե դուք չեք անում, անպայման անեք։ Դա կոչվում է երազանքների, այդ բառը երևի, չգիտեմ, միգուցե ճիշտ եմ գրել վիդեոյի ներքևում, գրատախտակ, ինչպես պատրաստել։ Ես տարիներ է, որ դա անում եմ։ Եվ ինչու է դա կարևոր, որովհետև մենք բոլորս ունենք տարբեր երազանքներ և դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Եվ երազանքներին հասնելու գաղտնիքներից մեկը այն է, որպեսզի դու կառուցես մի գրատախտակ, մի այսպիսի board, անգլերեն են ասում, որ ամեն օր կամ ամեն անգամ դու տեսնես։ Ես ունեմ այդպիսի board իմ օֆիսում, ունեմ տանը և ամեն տարի մի բան ավելացնում եմ և այդպես միշտ կառուցում եմ, որը ինձ շատ է օգնում, որովհետև կյանքում լինում են պահեր, երբ որ դու հիասթափություն ես ապրում կամ դժվարության մեջով ես անցնում, առաջի բանը իհարկե Աստծուն աղոթելն է և դրան օգնող սա մի բան է ինձ դարել, որ ես նայում եմ այդ բորդին և ինձի ավելի ոգևորում է, որպեսզի ես միշտ առաջ գնամ և երբեք չհանձնվեմ։ Այսպիսով ես ուզում եմ ձեր հետ կիսվել մի քանի երազանքներ, որ իմ այդ գրատախտակի վրա կա և որպես 2017 թիվն ենք շուտով գալիս, ձեզ կքաջալերեմ, որ դուք այսպիսի մի լավ բան անեք և դնեք միգուցե ձեր սենյակի պատին, եթե օֆիս չունեք, կամ տանը որևէ միտեղ, որ դուք ամեն օր տեսնեք դա։ Ահա և իմ երազանքների բորդը, ես ձեզ ցույց կտամ հիմա։ Սա իմ օֆիսն է, ես գտնվում եմ 19-րդ հարկում, բավականին բարձր է սա, հիմա ցույց տամ։ Ահա իմ երազանքների տախտակը։ Սա օֆիսինն է իհարկե, այստեղ ես ունեմ տարբեր նկարներ, իմ գեղեցիկ կինը, իմ գեղեցիկ աղջիկը Մելիսան, որը 2 ամիս և 9 օրեկան է արդեն, մի քանի բաներ, ահա Connect Forever շոուի լոգոն, որ Աստծու օգնությամբ դառնալու ես հավատում եմ, որ դառնալու աշխարհում մի education show, որ շատերը օրհնվելու են դրանից։ Ունեմ տարբեր երազանքներ, սա իմ ընտանիքն է, հայրիկս, մայրիկս, 2 եղբայրներս։ Ես երազում եմ միշտ նավ ունենալ, սիրում եմ սպորտ ավտոներ, շատ ավտոներ գնել եմ, ունեցել եմ, փառք Տիրոջ, բայց իմ երազանքներից մեկը շատ այդ սպորտային ավտոն է։ Սիրում եմ travel անել և երազում եմ այսպիսի մեծ բաս առնել, սպորտով շատ եմ զբաղվում, իհարկե տարբեր տների նկարներ, այդպիսի երազանքի տուն ունեմ, փառք Տիրոջ, շատ բաներ իմ երազանքների մեջ Աստված ինձ օգնել է, օրհնել է և ես հասել եմ դրանց, բայց երբեք ստապ չեմ արել, այսինքն եթե մի բանի էլ հասել եմ, միշտ փորձել եմ նոր մի բան դնել և փորձել դրան հասնել։ Ահա այստեղ իմ օֆիսում նաև տեսնում եք տարբեր բաներ էլի և նորից ես մեքենաներ շատ եմ սիրում, երևի ինչ տղա էլ լինի, իր երազանքներից մեկը լավ մեքենա ունենալն է։ Այսպիսով, ինչի այս բան ուզեցա ձեզ հետ կիսվել, որովհետև դա մի սովորություն է, երբ որ դու լավ սովորություններ ես ձեռք բերում, լավ ընտրություններ ես անում կյանքում, ավելի լավ բաների կարող ես հասնել։ Եթե չես հասնում, միգուցե դու չես անում որոշակի բաներ, որը պահանջվում է։ Հույսով եմ այս օրինակը ձեզ կոգևորի, որպեսզի դուք էլ անեք այսպիսի մի բան։ Եվ հավատացեք, ամեն ինչ հնարավոր է Աստծով,
Հավատացեք, որ Աստված կարա ձեզ օրհնի, մի նայեք ձեր վիճակին, նայեք, թե ինչ մեծ է Աստված եւ ինչ օրհնություններ կարա բերի քո կյանքում։ Եվ հիշեցնեմ վերջում, որ ես սրանից առաջ վիդեո էի արել 5 հոգու, որ ես դեկտեմբեր ամսվա մեջ ցույց եմ տալու, թե ինչպես աշխատել նոր գալիք տարվա մեջ հատուկ կետեր եմ իրենց սովորացնելու։ Այնպես որ շտապեք, գրանցվեք, որպեսզի ես իմանամ ովքեր են այդ 5 հոգին, որոնց հետ աշխատելու եմ։ Աստված օրհնի բոլորիդ, մնացեք խաղաղությամբ, ստեսություն։